Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի ժողովուրդ, մի հռետորական հարց եմ ուզում հիմա հնչեցնել։ Իսկ ովքեր են այն մարդիկ, ովքեր հիմա ուզում են ընդունել այս ապօրինի բոլորի իրավունքները սահմանափակող օրենքը։ Նրանք այն մարդիկ էին, ովքեր 21 թվականին առաջադրվել էին որպես պատգամավորներ եւ մեր ժողովրդին խոստումներ էին տվել։ Խոստումներ էին տվել մեր երկրում արդարություն, ժողովրդավարություն հաստատելու համար, Արցախի կարգավիճակը ճանաչելու համար։ Հիմա այս մարդիկ են, նույն մարդիկ նորից են ուզում դառնան պատգամավոր։ Այսինքն 21 թվին մի անգամ խաբել են մարդկանց, հիմա ընդունում են ապօրինի օրենքներ, որպեսզի մի անգամ եւս դառնան պատգամավոր։ Արդյոք թույլ է տալուս մեր ժողովուրդը նրանց տիրանալ իր օրինական իշխանությանը։ Ես կարծում եմ այդ հարցը ունի մեկ պատասխան. ոչ եւ ոչ մի դեպքում։ Իսկ ինչի համար են նրանք այդ ամենն անում։ Նրանք այդ նույն մարդիկ են, ովքեր միայն դեկտեմբեր ամսին յուրաքանչյուրը ստացել է 3 միլիոն դրամ պարգևավճար։ Հիմա արդեն պարզ է, չէ՞ թե ինչի համար էին նրանք այդ պարգևավճարները ստանում։ Միայն ապօրինություններ գործելու համար։ Մի քանի օր առաջ HTM լրատվական կայքը հրապարակել էր պատգամավորների անուններ, ովքեր այս ամբողջ 5 տարիների ընթացքում ոչ մի օրենսդրական նախաձեռնության հեղինակ չեն եղել։ Օրենսդրական նախաձեռնություն հեղինակելը դա պատգամավորի հիմնական գործն է։ Այսինքն 5 տարի նրանք ոչինչ չեն արել եւ հիմա ընդամենը 1 օրում օրենսդրական նախաձեռնություն են հեղինակում անհավասար պայմաններ ստեղծելու իրենց համար։ Եվ անգամ այդ պայմաններում են սրանք պարտվելու մեր ժողովրդին։ Սա թշնամական իշխանություն է, սա թշնամու տիրապետություն է։ Հետևաբար մեր միասնությունը, որ գոյություն ունի, դա պատահական չի։ Մեզանից շատ քչերն են, որ իրար ճանաչում են։ Մեզ միավորել է ոչ թե անձնական հարաբերությունները, ոչ թե անձնական խնդիրները, այլ մեր երկրում արժանապատիվ եւ ուժեղ երկրում ապրելու մեր բոլորի ընդհանուր ցանկությունը։ Եվ այդ ցանկությունը իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Մարդը ինչքան պետք է թույլ ու վախկոտ լինի, որ նստի կառավարության իր աշխատասենյակում, շրջափակված ոստիկաններով, թիկնազորով, հազարավոր մարդկանցով եւ ընդեղից ճղրտա այլոց դեմ, վախենալով նրանց հետ ուղիղ հավասար պայմաններով պայքարից։ Մարդը ինչքան պետք է վախկոտ լինի, որ վախենա անգամ սովորական մի կնոջից, որ իր անչափահաս երեխայի հետ մետրոյում հակադարձում է նրան, իսկ ինքը շրջապատված պաշտոնյաներով, զինված թիկնապահներով, ոստիկաններով ճղրտա այդ կնոջ դեմ մենակ մի բանի համար, որ նա ունի իր դավաճանական տեսակետներից տարբերվող կարծիք։ Նա վախենում է մեզ հետ շփվելուց, նա վախենում է մարդկանց հետ շփվելուց, թող կանչեն մեզ ներս, գնանք մեր կարծիքը լսեն օրենք ընդունելուց, չեն կարող, որովհետև նրանց կարծիքը թույլ է մեր առաջ, որովհետև մենք ուժեղ ենք իրենցից, ուժեղ ենք առաջին հերթին մեր մտքով, ուժեղ ենք մեր գաղափարներով, ուժեղ ենք մեր նպատակներով, իրենց ծրագիրը, որտեղ նախանշված է եկեղեցու դեմ պայքար, թույլ է Սամվել Կարապետյանի նպատակներից ու ծրագրերից, որ ոչ միայն ամրապնդելու այդ եկեղեցին, այլև ամրապնդելու այդ եկեղեցու զավակներին, ուժեղացնելու է նրանց իրենց հայրենիքում։ Նրանք դրանից են վախենում, հայերից են վախենում, մեր միասնական ուժից են վախենում։ Դրա համար ամփոփելով իմ այս ելույթը, ես ուզում եմ, որ մենք մեր այդ միասնական ուժը 22 թվականին են այստեղ մարդիկ հավաքվել։ Միշտ ճողոպրել է, երբ որ մայիսի 9-ին հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որովհետև ինքը վախենում է մեզնից։
վախենում է հայ ժողովրդից ու գիտի թե ինչի համար է վախենում։ Ինքը ամենից լավ գիտի, թե ինչ թշնամություններ, ինչ հանցանքներ է գործել մեր պետության ու մեր ժողովրդի առաջ։ Եվ այդ թույլ, խեղճ, վախկոտ դավաճանին իր հակադիր մենք ունենք ուժեղ, իր ժողովուրդը սիրող, իր հաջողությունները սեփական ուժերով կերտած եւ այդ հաջողությունների ժողովրդի հետ կիսած առաջնորդ իդեմս Սամվել Կարապետյանին։